Ավետարան ըստ Մատթեոսի, առաջին գլուխ։ Ասկապանական ցանկ Հիսուսի Քրիստոսի, Դավիթի որդին, Աբրահամի որդին։ Աբրահամ հայր եղավ Իսահակին, Իսահակ Հակոբին, Հակոբ Հութային եւ իր եղբայրներուն։ Հութա Փարեսին եւ Զարային, որոնց մայրն էր Թամար։ Փարես Եզրոնին, Եզրոն Արամին, Արամ Ամինաթափին, Ամինաթափ Նաասոնին, Նաասոն Սամոնին, Սամոն Փոոսին, որուն մայրն էր Ռախաբ։ Փոոս Վոփետին, որուն մայրն էր Հրութ, Վոփետ Հեսսեին, Հեսսե Դավիթ թագավորին։ Դավիթ հայր եղավ Սողոմոնին, ծնած Ուրիայի գնոջմե։ Սողոմոն հայր եղավ Ռոփոամին, Ռոփոամ Ափիային, Ափիա Ասային, Ասա Հոսափադին, Հոսափադ Հորամին, Հորամ Ոզիային, Ոզիա Հոաթամին, Հոաթամ Աքազին, Աքազ Եզեկիային, Եզեկիա Մանասեին, Մանասե Ամոսին, Ամոս Հոսիային, Հոսիա Հեքոնիային եւ իր եղբայրներուն փափելական քերության ընթացքին։ Փափելական քերութենեն հետո Հեքոնիա հայր եղավ Սաղաթիելին, Սաղաթիել Զորափապելին, Զորափապել Ափիութին, Ափիութ Եղիագիմին, Եղիագիմ Ազորին, Ազոր Սաթոկին, Սաթոկ Աքինին, Աքին Եղիութին, Եղիութ Եղիազարին, Եղիազար Մատտանին, Մատտան Հակոբին, Հակոբ հայր եղավ Հովսեփին, Մարիամի ամուսինին, որ մեծնավ Հիսուս, որ գոչվեցավ Քրիստոս։ Արդ Աբրահամեն մինչև Դավիթ 14 սերունդ է, Դավիթեն մինչև փափելական քերություն 14 սերունդ եւ փափելական քերութենեն մինչև Քրիստոս 14 սերունդ։ Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես տեղի ունեցավ։ Անոր մայրը Մարիամ նշանված էր Հովսեփի հետ։ Դագավին իրարու չէին միացած, երբ Սուրբ Հոգիեն հղացյալ գտնվեցավ։ Հովսեփ անոր ամուսինը արդար մեկնլալով չեր ուզեր անվանարգել զայն, խորեցավ լրելյայն արձակել զայն։ Միշտեր այսպես կմտածերան, Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևցավ անոր եւ ասավ. Հովսեփ, Դավիթի որդի, մի վախտնար գինդ Մարիամը դունդ առնել է, քանզի անոր մեջ ծնածը Սուրբ Հոգիեն է, որդիմը պիտի ծնի եւ անոր անունը Հիսուս պիտի գոչես, բասնզի ան պիտի փրկե իր ժողովուրդը իրենց մեղքերեն։ Այս բոլորը բադահեցան, որբեսի կատարվի Տիրոջ մեղսվածը, մարգարեին միջոցով։ Ահա գույսը պիտի հղանա եւ որդիմը պիտի ծնի, անոր անունը Էմմանուել պիտի գոչեն, որ կնշանակե Աստված մեզի հետ։ Եվ Հովսեփ քունեն արթնալով Տիրոջ հրեշտակին հրամայածին պես ըրավ, իր գինարավ իր դունը, եւ չեր ճանչնար զայն, մինչև իր անտրանիկ որդին ծնավ, եւ անոր անունը Հիսուս ծրավ։